Առավել շատ խոսելու ենք այն խնդիրներից, որոնք կան եւ չեն լուծվում, աղավաղելով լրատվական դաշտը, դրանք խանգարում են հեռարձակողներին որակյալ բովանդակություն ապահովել։ Քիչ ենք խոսում արհեստական բանականությամբ ստեղծված վտանգավոր սինթետիկ կոնտենտի մասին։ Այս հարցում մամուլը մեզ պետք է դաշնակից լինի։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահն այս շեշտադրումով սկսեց 2025-ի ամփոփիչ ասուլիսը։ Տիգրան Հակոբյանը թվերով ներկայացրեց տարին։ 2011-ից 18 7 տարվա ընթացքում մեր հանձնաժողովը նախաձեռնել էր ընդամենը 15 վարույթ։ 15 վարույթ 7 տարվա մեջ եւ միայն անցյալ տարի 85 վարույթ, 84։ Պատկերացնում եք տարբերությունը։ Ըստ մամուլի հրապարակումների, հանձնաժողովը շատ կոշտ է վերաբերվել, ոտնահարել խոսքի ազատությունը եւ խոչընդոտել լրատվականների գործունեությանը։ Տիգրան Հակոբյանը մատնանշեց այն բոլոր պատճառները, ըստ որոնց ստիպված են եղել վարույթ նախաձեռնելու որոշում կայացնել։ Օրինակ համար հեղինակային իրավունքի խախտում, ինչը շատ կարևոր է։ Մենք բացի ամեն ինչից ունենք նաև միջազգային վերցրած պարտավորություններ, մենք ունենք այստեղ տնտեսավորող սուբյեկտ, որոնք գումար են ծախսում, դրսից հաղորդումներ են բերում կամ պատրաստում են, եւ նրանք վնաս են կրում, երբ որ այս կամ այն հեռարձակող առանց որևէ պարտավորության, առանց կնքած պայմանագրի, առանց վճարված գումարների ինքը սկսում է անօրինական փաստորեն բովանդակություն տարածել։ Վարույթները հարուցվել են գովազդը կարգավորող օրենսդրության խախտման, անչափահասների մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների առկայության, սարսափ ու ակնհայտ բռնություն, հայհոյանք ու գռեհկաբանություն պարունակող բովանդակությամբ հեռարձակման եւ այլ պատճառներով։ Որևէ պատիժ, որ իրականացվել է մեր կողմից, ինքը միտված չի եղել խոսքի ազատության սահմանափակմանը։ Նախորդ տարի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ 5 դատական գործ է հարուցվել։ Միայն անցյալ տարի մենք մասնակցել են 14 դատական այդ գործընթացներում, 6-ը արդեն ավարտվել է, այդ միայն 1 տարվա ընթացքում։ Էլի պետք է համեմատություն բերեմ, որ 2011-ից 18 թվականին ընդամենը հանձնաժողովի դեմ եղել է 3 դատական հայց։ Մեր օրենսդրության մեջ դեռևս հստակ սահմանում չկա ատելության խոսքի տարածման վերաբերյալ, շեշտվեց ասուլիսի ժամանակ։ Ինձ հետաքրքիր է այդ չափանիշները, չափորոշիչները, ինչպես այդ գիծը գծվում, օրինակ սա ատելության խոսքեր, թե ոչ, պատերազմի կոչ, եւ այդ վերահսկողությունը ոնց է, որ մարմինն է իրականացնելու, ինչպես է իրականացնելու ու ինչ տուժեր, ինչ պատիժներ են գործելու այս դեպքում, եւ մեկ հարցել, քանի որ ընտրությունները արդեն մոտենում են, հա, այս դեպքում այդ քաղաքական խոսույթը թե հանրային դաշտում, թե քաղաքական դաշտում առհասարակ ավելի սրվում է։ Այդ ինչ մեխանիզմներով է ՀՌՀ-ն այդ ուսումնասիրությունը իրականացնելու։ Շնորհակալություն, լավ հարցեր։ Մենք միշտ տարանջատում ենք, սա էլ մենք պետք է հաշվի առնենք քաղաքական խոսույթը, որտեղ մեր պահանջները շատ ավելի նվազ են, որտեղ քաղաքական խոսույթում, երբ որ խոսքը գնում է քաղաքական գործիչների մասին կուսակցությունների, հա, այն շեմը թույլատրելի շատ ավելի ցածր է։ Այսինքն քննադատությունը շատ կոշտ կարող է լինի, նաև կարող է վիրավորանք լինի, որի վրա մենք ուշադրություն չենք դարձնում, դա եվրոպական փորձն է եւ դա ճիշտ է։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի խոսքով մեծ լսարան ունեն ցածրորակ սերիալները, շոուները, գուցե նաեւ քաղաքական բանավեճերը, այլ ոչ թե հանրօգուտ մշակութային կամ կրթական հաղորդումները, որոնք անչափ կարեւոր են։ 2025-ի կարևոր նորությունը հանրօգուտ հաղորդումների հեռարձակման հիմնադրամի ստեղծումն էր։ Տիգրան Հակոբյանի խոսքով իրենք առաջարկում են հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերություններին նմանատիպ հաղորդումներ պատրաստելու համար պետությունից աջակցություն ստանալ։ Առաջի տրանշը կառավարությունը արդեն հատկացրել է հիմնադրամին, դա մեծ գումար չի, 250 միլիոն դրամ է, որը պետք է բաժանվի մոտ 10 հեռարձակողների միջև հանրային եւ մայրաքաղաքային ծածկույթի եւ նաեւ 8 մարզային հեռուստաընկերությունների, սա պիլոտային փորձն է։ Հերմինե Միքայելյան, Սյունիք լուրեր։